Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Երդվում եմ, մի պահ ինձ թվում էր, որ Աուրելիոին կհաջողվի ողջ ճշմարտությունն իմանալ։ Մի պահ նա անգամ շփոթեցրեց ինձ, հասկանում ես։ Իսկ ինչու չարեցիր այնպես, ինչպես ասում էի։ Հենց այդպես էլ արեցի, բայց հետո ես նրան մի խառը պատմություն պատմեցի, նա կարծես թե հավատաց ինձ։ Իսկ այնտեղ կարակասում ինչ են ասել։ Դե ոչ, համարյա ոչինչ չեմ ասել։ Արտակարգ է։ Նրանք հավատացել են քեզ։ Մի անհանգստացի, նրանք ոչինչ էլ չեն գտնի։ Յոլանդա միակ բանը, որ կարող է մատնել քեզ, քո վախն է։ Yolanda, lo único que te puede traicionar es tu propio miedo. Բայց մի մոռացիր Ֆակունդո, որ վանականը տանջել է Դեմետրիային, երբ մտածում եմ այդ մասին սարսափում եմ։ Բացի այդ, այս իրավիճակը շատ բարդ է ինձ համար, խոսքը որդուս մասին է, ախր իմ որդին է այս ամենով զբաղվում։ Եթե որդի ճշմարտությունն իմանա, կատի քեզ։ Դրա համար էլ ճիշտ արեցիր, որ այստեղ եկար։ Կարծում ես նա հավատացել է ինձ։ 25 տարի առաջ հուսահատված մարդ էիր ինձ անվանում, բայց դու ինձանից օգնություն խնդրեցիր, և ես օգնեցի քեզ։ Նույնը և հիմա, ոչ ոք ոչինչ չի իմանամ, որովհետև ես սիրում եմ քեզ, և թույլ չեմ տա, որ դու բան դնես։ Լսիր, պետք է կառավարես քեզ։ Կարծում եմ քեզ հանգիստ է հարկավոր։ Ոչ։ Դե լավ։ Գիտեմ, այգու սպանությունը արդեն չափազանց էր քեզ համար, բայց Լուսիա, դու պետք է հեռու մնաս հասարակության ուշադրությունից, որովհետև այս տանը մարդասպան կա։ Ամեն դեպքում զգույշ եղիր։ Եթե ուզում ես կաշիդ փրկել, հակառակ դեպքում այդ մարդը քո հաշվին կհարստանա, հասկանում ես։ Հավատա ինձ։ Լավ, բայց ինչու ես ինձ հետ այդպես խոսում։ Սկզբում մի տեսակ արհամարանքով ես խոսում, իսկ հիմա մի տեսակ կարեկցանքով։ Կարծես քո մեջ երկու մարդ ապրի, դրա համար են քեզ արտասովոր ասում, այո։ Լուսիա, ես մեն ուզում եմ օգնել քեզ։ Ոչ, ես չեմ ուզում, որ դու ինձ օգնես։ Ճիշտն ասած չես էլ կարող։ Միակ օգնությունը այն կլինի, որ ասես թե որտեղ է Սանտիագոն։ Նա միակ մարդն ում վստահում եմ։ Ուրեմն, հիմա դա վստահություն է կոչվում։ Լավ, ինչև է կասեմ, բայց զգույշ եղիր Սանտիագոյի հետ, լավ, նա ամուսնացած է, նա հիմա ոսկերչական արհեստանոցում է, լսիր, Շիոն այստեղ է աշխատում, նաև այգեպանը և վարորդ, ասա նրան թող տանի քեզ, լավ, դե լավ, Լուսիա, լավ, Անգամ Հելենայի մարմինն են գերեզմանից հանել, բայց փորձաքննությունը ցույց տվեց, որ դա Հելենայի մարմինը չէ։ Ոչ, ես ոչինչ չեմ հիշում, Ֆակունդո։ Լավ, շնորհակալ եմ, որ ամեն ինչ տեղյակ ես պահում։ Ես եմ շնորհակալ, որ պահում ես իմ գաղտնիքը։ Մի մոռացիր, ես միշտ քո կողքին եմ։ Բայց ինչի համար են քույրն ու եղբայրը, որ իրար ձեռք չմեկնեն։ Դու պետք է խոսեիր նրա հետ։ Միայն տեսնեիր նրան, Ֆակունդոն այնքան լավիկն է, նա սիրահարված է Պիայի որդուն։ Իսկ Տոնյոն ինչպես այդ հարցին նայում։ Բանն այն է, որ նա չգիտի, որ նրանք սիրում են իրար։ Դա մանկական սեր է, ամեն դեպքում ես նրան շատ եմ սիրում։ Նրան հարազատ դստեր եմ մեծացրել Մոնարի։ Տես նրա լուսանկարն է։ Շատ լավիկն է, նայիր։ Ուզում ես կարող ես վերցնել նրա լուսանկարը։ Իսկ հետո, ասեք տեսնեմ երբ եմ վայելելու իմ ազատությունը։ Ոչ, Մակո։ Ես հենց դա եմ ասում։ Սիրելիս։ Փոքրիկ մկնիկս, իմ գոյիտա, անուշիկս։
իրոք այստեղ ես։ Տեր Աստված, այնքան եմ երազել այս պահը, որ երբ տեսա քեզ պատուհանի մոտ ինձ թվաց, թե երազ է ու գիտես, որովհետև այնքան դժվար է երեք միայն պատրանքներով ես ապրում։ Որ դեղարկե ես եմ գույտը։ Ինչ անեմ որ ավդաս։ Դե որ տեսես որ այստեղ եմ։ Ես ծարունից ամեն ինչը տեղին։ Ինչ կասես։ Լավ, բավական է, հիշիր թե ինչի համար ես վերադարձել։ Ֆակունդոն քեզ տուն ուղարկեց, որովհետև քեզնից ոչ մի ոստիկան էլ դուրս չի գա Մակո։ Նա ճիշտ է ասում։ Ոչ մի նման բան։ Գույտը։ Ընդհանրապես վարպետի խոսերի համար նախատեսված դեղն է խմել։ Հասկանում ես չէ։ Ու հենց այդ մարդն են հասկանում ես գլուխ չի դնում հետս։ Խեղճ տղա, ինչ է քեզ նեղացրել են։ Դե մի քիչ, բայց Ոչինչ, եթե քեզ ամուր գրկեմ ու համուր եմ ամեն ինչ կմոռանաս։ Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace pequeño el cabo. Հիմա մենք մենակ ենք։ Եվ դու կարող ես պատմել այն ամենը, ինչ Յոլանդան ասաց քեզ։ անկեղծ ասած ամեն ինչ այնքան բարդ է քերի։ Ասում էի, չէ, հեշտ չի լինելու։ Մայրս ասաց, որ այո, հենց ինքն ու Դեմետրն են փորձել սպանել խեղճտիկին Հելենային։ Փորձել են նրան լոգարանում խեղդել, բայց չեն կարողացել։ Բայց կարծես քեզ նրա այդ պատմությունը այնքան էլ չի համոզել։ Ահա թե ինչ է կատարվում։ Ես ստուգեցի փաստաթղթերն ու պարզեցի, որ Հելենան մահացել է երազների խաչը կրելուց։ Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է լցրել խաչի վրա, ու այդ կերպ հնարավորել է նրան։ Բայց ի՞նչն է քեզ կասկածի առիթ տալիս։ Դեմետրիայի մահը։ Նա Հելենայի մահը մահացավ։ Չգիտեմ, բայց ասես վանականը նրա հետ վարվել է ճիշտ այնպես, ինչպես որ ժամանակին։ Նա է վարվել Հելենայի հետ։ Դրա համար մտածում եմ, ու ինքս ինձ ասում, որ ոչ, հնարավոր չէ, որ մայրս իմ խենքից բենզին լցնի ինչ-որ մեկի վրա ու այլ նրան։ Չգիտեմ, կարծում եմ մայրս պաշտպանում է հորս։ Ուրեմն կարծում ես, որ Յոլանդան ու Դորին են սպանել Հելենային, որ հիմա Յոլանդան պաշտպանում է նրան։ Դա ես ուզում ասել։ Es eso. Իսկ Ալեքսանդրան որտեղ է։ Արդեն վերջացրեցիք։ Օվիդիո, ինչ ես անում այստեղ։ Ինչի բոլորի հետ դրսում չես սպասում։ Չեմ ուզում, որ ընտանիքից որևէ մեկը հանկարծ գա ու ինձ այստեղ տեսնի։ Պատկերացնես ինչ կլինի, եթե Կատալինան գա։ Նա ամեն ինչ ջրերես կհանի։ Ճիշտ ես։ Հիմա պլաստիկ վիրաբույժները վիրահատում են Ալեքսանդրային։ Բայց ինչու այսքան ցկցկվեց, բարդություն կա։ Ոչ, ամեն ինչ կարգին է։ Ալեքսանդրն ուժեղ ու առողջ կին է, այնպես որ վիրահատությունը լավ է գնում։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ, Սարմիկս։ Օրորի ավելի եմ համոզվում, որ այս մարդն իրոք սիրում է Ալեքսանդրային։ Չէի կարող ճշտել քերի, բայց ավելին ասեմ։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ դա ամենևին Հելենայի մարմինը չէր։ Եվ դա նրա համար, որ դա իրոք Հելենայի մարմինը չէր։ Փորձաքննության ենթարկված տին Հելենա Բորովսկունը չէր։ Ոչ, Այդ դեպքում ուր է նա։ Դա ողջ է։ Չգիտեմ, Սարմիկս։ Հիշում ես։ Այս ծառերը։ Սեուդը։ Ինչ է նշանակում։ Սա նշանակում է այն, որ մենք պետք է մի պահ մոռանանք Հելենայի մահը ու սկսենք մտածել այս գլուխգոտրուկի մասին։ Լավ միտք է, բայց որտեղից սկսենք։ Պետք է բջջայինների մեջ նման համարներ փնտրել, ընդհանուր մի տեղ հավաքել դրանք։ Տեսնենք այդ համարների տերերի անուններն ինչ տառերով են սկսվում։ Միգուցե այդպես մի բան գտնենք։ Այո, պետք է մենք պարզենք, թե ինչ է սա նշանակում։ Այո։ Կատա, քեզ ինչ եղավ։ Դե սկսիր, ասա ինչ էիր պատրաստվում ասել։ Ոչինչ էլ չէի ուզում ասել քույրիկս, այլ ուզում էի զգուշացնել։ Այդ Առնետի, այդ Լուսիայի հետ զգոն եղիր լավ։ Այդ փոքրիկ տականքը միայն փողի համար է այստեղ եկել, այնպես որ այդ միջատի հետ խոսելիս շատ զգույշ եղիր, ոչ մի դեպքում մի վստահիր նրան։ Ես քեզ լավ եմ ճանաչում, գիտեմ, որ վստահում ես բոլորին։ Գրողը տանի, բայց այդ երբ հասցրեցիր։
Դու այս տանը չես ապրում, բայց արդեն նրա ամբողջական հոգեբանական պատկերը կազմել ես, վատ չէ։ Լավ, ասա, որտեղ ես նրան տեսել կամ ով է ծանոթացրել։ Նա կարողանում է իրեն ներկայացնել, խոսում է տիկին Հելենայի նկարի հետ։ Դե ինչ կասես։ Հիմա հասկացա, դրա համար էլ Լուսիան տեսավ ինձ ու ասաց, որ իմ մեջ երկու տարբեր մարդիկ են ապրում։ Փաստորեն նույնն էլ Աուրելիոյի հետ է եղել։ Սկզբում քեզ է տեսել, իսկ հետո ինձ։ Լուսիան դեռ չգիտի, որ մենք երեք քույրեր ենք, ավելի ճիշտ երկուսը, իսկ մյուսը անհետացել է։ Հենց այդ եռյակի խաղն էլ կսկսենք խաղալ։ Դու կլոն ես եղավ, հասկացար ինձ։ Կտեսնես, թե ինչ կանենք այս փոքրիկ ջուտիկի հետ։ Նա շատ լավ խաղաց խեղճ, լքված որփուկի դերը, բայց նա մի նպատակով է այստեղ եկել՝ տիրանալ Բորովսկիների փողերին ու ունեցվածքին։ Սրա մասին ինչ կասես։ Այո, Կատալինա, այդ հարցում կաջակցեմ քեզ, այո, ես կօգնեմ քեզ, որովհետև կամ նա աղվեսից խորամանկ է, կամ էլ իրոք մի քիչ ծալը պակաս է։ Դե եթե ասում է, որ Բորովսկի է, ուրեմն այնքան էլ չեմ զարմանում, որ նրա ծալը պակաս է։ Նրա ծալը պակաս չէ։ Միկին, որ գալիս է այս տուն, հենց այն տուն, որտեղից նրան հեռացրել են, ու հետո ինչ-որ մարդասպանի պատմություն են հորինում, և նրա պետքն էլ չէ։ Ոչ, սիրելիս, կամ նա իրոք այս աշխարհից չէ, կամ էլ ուզում է արագ ու հեշտ հարստանալ։ Սրանք բոլորն էլ ձեռքի աշխատանք են։ Ինչ գեղեցիկ են, կարծես իրական չլինեն։ Գիտես, երբեք նման բան չեմ տեսել, միայն մայրիկիս նվիրած այս փոքրիկ բաներն են։ Մի անհանգստացիր, դու էլ կունենաս շուտով։ Դու կսովորես նման բաներին։ Սիրի, բայց թե միշտ քո մայրը կմնա, որովհետև նա հոգ է տարել քո մասին։ Պարզ եմ, արի այսպես անք, դու ժպտա։ Իսկ քեզ ո՞րն է դուր գալիս։ Այս մեկը, սիրում եմ, երբ զարդը հասարակ է լինում, առանց ավելորդ ճոխությունների։ Ահա տեսնենք։ Ահա վերջապես։ Ահա, սպասիր տեսնեմ։ Շնորհակալ եմ, Սանտիագո, ոչ միայն սրա համար, այլ որ այդքան ուշադիր ես։ Մի անհանգստացիր։ Ներիր, սխալ հաշվարկ էր, պարզապես, բայց դու չես վիրավորվում, չէ։ Ոչ, մի անհանգստացիր։ Լավ, ես արդեն ուշանում եմ, այնպես որ պետք է գնամ։ Հայրիկ, կարող ես Լուսիային տուն տանել։ Այո, իհարկե մեծ հաճույքով փոքրիկ քրոջս տուն կտանեմ։ Ուրեմն վաղը կհանդիպենք։ Ներիր։ Առայժմ։ Տեսնում եմ զարդեր սիրում ես։ Ես քեզ կասեմ ինչպես կարող ես շատ զարդեր ձեռք բերել։ Իսկապես, իսկ ինչպես։ Մի բան քեզ հաստատ կարող եմ ասել, սիրելիս։ Միևնույն է, չեմ հավատում, որ այդ Լուսիա կոչեցյալը Հելենա Բորովսկու դուստրն է։ Այդ մեկը հաստատ կարող եմ քեզ ասել, ես վստահ եմ դրանում, քույրիկս։ Դա հիմարություն է, որովհետև Հելենան մի դուստր չի ունեցել։ Իրոք, Կատալինա, ու դու դա նրան ասացիր հենց այդպես։ Հիմա հասկանում եմ, թե ինչու էր խելագարի նման կատաղել։ Դե այո, իհարկե։ Նա ահա որ բարկացավ, երբ ասացի, որ Հելենա Բորովսկին 3 դուստր է ունեցել, այլ ոչ թե մեկը, ինչպես որ իրեն են հավատացրել։ Բայց տիկինը աղջիկներին տվել է իր բարի ու ազնիվ դայակին, որպեսզի խնամի նրանց։ Հելենան եռյակի մայրն է։ Գիտես ինչ քույրիկ, ես այնքան էլ դյուրահավատ չեմ, ինչպես մեր ընտանիքից շատերը։ Ես խիստ կասկածում եմ, որ մենք իսկապես արյունակիցներ ենք։ Իմացիր, որ ես թաքցնելու բան չունեմ, իզուր ժամանակ ես վատնում։ Դե լավ, ուրեմն կարող եմ հանգիստ հետաքրքրությունս շարունակել։ Հուսով եմ, որ երբ ստուգեմ տվյալները նորից քո Հելենայի կորած դուստր լինելու փաստը կհաստատվի։ Կամ մեկ ուրիշին պիտի փնտրենք։ Ես Հելենայի դուստրն եմ, միթե նման չեմ նրան։ Ասա ինչ անեմ, որ պարոն Տոնին հավատա ինձ։
Նախ պետք է ինձ համոզես։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ինչ ես ուզում որ անեմ։ Տեսնում եմ, դու ավելի նպատակասլաց ես, քան ընտանիքի մյուս անդամները։ Բայց կասկածները փարատելու համար ինձ գրավոր եւ ստույգ ապացույցներ են հարկավոր։ Դա նշանակում է, որ մենք հիմա գործընկերներ ենք, չէ՞։ Ես այդ փոքրիկ աղջկա աչքերում բարկություն տեսա, երբ կարողացա ստիպել նրան հանել իր դիմակը։ Գիտես ինչպես եմ դա անում նպատակից հասնելու համար։ Բայց Կատալինա ինչպես կարողացար նման բան անել։ Հիմա այն կինը կգա ճաշի հրավիրելու։ Նա ամեն ինչ կպատմի բոլորին։ Ինչու՞ չես մտածում ու հետո գործում գրողը տանի։ Այո, ճիշտ է։ Հիմա դու մտածում ես, թե ես եմ այս ամենը հորինել, որպեսզի Լուսիային վախեցնեմ, այո։ Բայց ասեմ, որ այդպես չէ, քույրիկս։ Ասեմ, որ այդ տեղեկություններն այն նույն վստահելի աղբյուրից են։ Դրան ինչ կասես։ Գիտես ինչ։ Գիտես կնքամայրն ինչ ասաց ինձ մի անգամ։ Դու այստեղ ինչ ես անում, փոքրիկ բզեզ։ Գիտես է կնքամայրը մի անգամ ինձ ինչ ասաց, որ դու բամբասկոտ աղջիկ ես, բայց ես դա շատ վաղուց էի հասկացել, ասա ինձ, այստեղ ինչ գործ ունես։ Այ, ներիր ինձ Էլվիրա, Կատալինա, խնդրում եմ, ախ, Կատալինա, Կատա։ Լսիր, փոքրիկ բզես, գլուխդ բարձրացրու, գլուխդ բարձր պահիր ու իմ ետևից կրկնիր, Կատալինա, գիտես ինչ եղավ, հասկանում ես, ոչ ոք չի կարող ինձ վնասել կամ էլ հաղթել, որովհետև դեռ ոչ ոքի չի հաջողվել քեզ այն կյանքում հաղթել, հասկացար, կրկնիր, խնդրում եմ։ Այո, լավ օրիորդ։ Օրիորդ, քեզ ասում եմ կրկնիր, դե։ Այո, շատ լավ օրիորդ Կատալինա, ներեցեք, բայց գիտեք, թե ինչ էր եղել։ Ես տղաներին էի փնտրում, ես չգիտեի, թե որտեղ են նրանք։ Ճիշտն ասած, հենց նոր մտա, այնպես որ ես ոչինչ չեմ լսել։ Լավ, շատ լավ, դե ուրեմն գնա ու զգույշ եղիր։ Չմոռանաս բերանդ փակ պահել բամբասկոտ, չար լեզվիդ ազատություն չտաս։ Զգույշ եղիր, լավ, որովհետև դոդոշներին ես իմ սեփական ձեռքերով եմ խեղդում։ Կորիր այստեղից։ Ամեն ինչ ավելի լավ անցավ, քան սպասում էի Տոնի։ Աուրելիոն հարցաքննեց ինձ ու ես նրան նույն պատմությունը պատմեցի։ Չգիտեմ, Յոլանդա ինձ բոլորովին դուր չի գալիս, որ ամեն ինչ այսպիսի ընթացք է ստանում։ Այդ մասին այլևս մի մտածիր ծերուկս, բացի այդ Ֆակունդոն մեզ այս անգամ էլ օգնեց ջրից չոր դուրս գալ։ Հասկանում ես, ես կարող եմ անհրաժեշտության դեպքում ողջ մարդկությանն էլ խաբել Յոլանդա, բայց Աուրելիոին չեմ կարող, ոչ, միայն ոչ նրան Աուրելիոնի որդին է։ Ես նրան շատ եմ խաբել, ոչ մի դեպքում։ Կարծում եմ չարժեր նրան նման անհեթեթություն պատմել, պետք չէր։ Գիտես, այդպես բոլորի համար էլ լավ կլինի։ Ես էլ չեմ ուզում նրան խաբել, Աուրելիոնին որդին է, ես սիրում եմ նրան, բայց դու էլ շատ լավ գիտես, որ ես նրան Հելենայի մահվան մասին ոչինչ չեմ կարող պատմել Տոնին։ Գիտեմ։ Բայց հուսով եմ, որ Աուրելիոն երբեք ճշմարտությունը չի իմանա, հակառակ դեպքում նա էլ մեզ երբեք չի վստահի ու դա նրա համար մահաց ու հարված կլինի։ Գիտեք մի բան էլ Տոնի։ Ֆակունդոն ուզում է կարակաց վերադառնալ։ Ես նրան ասացի, որ կարող է մեր տանն ապրել։ Նա ասում էր, որ շատ վտանգավոր է, որ Կուբիլանը Հելենայի մարմինը հանել է գերեզմանից։ Ոչ մի դեպքում, ոչ, Յոլանդա, ոչ, ես համաձայն չեմ, ոչ։ Հիշում ես, երբ վերջին անգամ մենք նրան այլ տեղ ուղարկեցինք, որովհետև սկսել էր խմել, անընդհատ խմում էր ու արբաց ժամանակ ամեն ինչ պատմում։ Ոչ մի դեպքում, ոչ։ Բայց մենք այլ ելք չունենք։ Ինքն էլ գիտես, որ նա մեր միակ համախոհն է։ Pero a mí particularmente me hubiese gustado mucho que se casara con una mujer tan fina, tan elegante como tú. Bueno, nunca es tarde. Podría hacer sus sueños realidad. ¿No le gustaría que yo fuera esa nuera que usted siempre quiso? Eso serviría para congraciarte con el viejo, ¿eh? Debe ser una mujer elegante, fina, con clase. Debes dejar muy mal parada a Violeta para que Santiago se divorcie y así te cases conmigo. Con mi sobrino. Que no se le olvide ese pequeño detalle. ¿Cómo piensa convencer a la familia de que eso no está mal? ¿Pero qué prefieres? ¿Que se sepa que no eres la hija de Elena y termines presa por estafadora? ¿O en casa siendo la feliz esposa del presidente de las empresas?
¿Cómo piensa convencerme para que siga el juego? Vi tu expediente y hay cosas que realmente me hacen dudar que seas la hija de Elena. Así que, ¿aceptas o no? Acepto. Ահա պատասխանները։ Դե ինչ կասեք։ Ահա այն։ Այստեղ արի։ Բարի գալուս տիկնայք։ Ուրախ եմ ողջունել ձեզ դատավոր Պաուլայի անունից։ Շատ լավ։ Ներեցեք, տիկիննով է, հարցնում եմ, որովհետև նրան հանդիպում նշանակված չէր։ Ես նրանց ղեկավարն եմ, գործակալն ու ներկայացուցիչը։ Շատ լավ, պարզ է, փաստորեն դուք նրանց խորհուրդներ պիտի տաք։ Այո։ Դա լավ է, որովհետև հակառակ դեպքում նրանց վիճակը լուրջ է։ Մեր վիճակը լուրջ է, բայց ինչու։ Մեր վիճակը լուրջ է, ինչու։ Մենք ոչինչ չենք արել։ Հանգիստ, ամեն ինչ ինձ թողեք։ Ես գիտեմ, թե ինչ պիտի անենք, որովհետև ես նման շոուների սիրահար եմ։ Ներեցեք, տիկին, սա հումորային ծրագիր չէ, այլ շատ լուրջ շոու։ Ոչ, այո, իհարկե, սա շատ լուրջ շոու է։ Սրա ինչն է լուրջ, եթե բոլորն անընդհատ իրար մազ են պոկում։ Խնդրում եմ, լսեք ինձ։ Հուսով եմ մենք իրար մաս չենք պոկելու։ Լռեք, ուշադիր ինձ լսեք, լռություն, ինձ լսեք, ամեն ինչ շատ պարզ է, ուշադիր ինձ լսեք, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ, երբ այսպես անեմ, կսկսեք լաց լինել։ Լաց լինել։ Այո, ու երբ այսպես անեմ, այսպես տեսնում եք, սկսեք իրար հրմշտել։ Իսկ դա ինչ է։ Ինձ լսեք, իսկ երբ այսպես անեմ, բոլորդ կուշաթափվեք։ Բայց լսիր Կոստանսա, ինչի համար ենք հատաման անելու։ Եթե չես ուզում մի արա Ակվիլես, բայց դուք պետք է փորձեք։ Դատավոր Պաուլան իսկական է, դատավոր է, ու եթե ամեն ինչ իմ ասածով չանեք, նա ձեզ բոլորիդ բան կուղարկի։ Այն մարդը ճիշտ էր, այդ դրանում էլ հենց կայանում է ողջ շոուի լրջությունը։ Կարող եմ մնալ, թե մայրս Կոնստանսն ու Բրոմելն ուր են գնացել։ Որքան գիտեմ, նրանք գնացել են այդ հեռուստաշոուին մասնակցելու, բնական է, որ նրանք պետք է 3-ով գնային։ Հանգստացիր Զարմիկ։ Մենք առանց նրանց էլ ամեն ինչ կանենք, հասկանում ես, չէ՞։ Այո, եթե հարցեր ունենաք, դիմեք Կլեմենտինային։ Գնայա դիրա։ Սանտի, չես պատկերացնի, թե ինչ եղավ ինձ հետ։ Ինչ է եղել։ Ես խնդրեցի Անաստասիային, որ ինձ այստեղ բերի, իսկ նա ինձ երկու փողոց այն կողմ իջեցրեց ու ասաց, որ շատ է շտապում։ Դու կամաց կհարմարվես տնի արտասովոր պահվածքին։ Դերգոհ եղիր, որ քեզ մետրոյով կամ ավտոբուսով չի ուղարկել։ Արի ինձ հետ։ Ներեցեք մեզ։ Այս արքայությունը քեզ երկար չի պատկանի, որովհետև այդ թագը մեկ ուրիշինն է։ Այդ ինչ ես խոսում։ Չլինի որոշել ես բանակարի նման խոսել։ Ես լուրջ եմ ասում, այդ աղջիկը Հելենայի դուստրը չէ, ու ձեր մտքով կյանքում չի էլ անցնի, թե ով է նրա իսկական դուստրը։ Դուք դա երբեք չեք կարող կռահել երիտասարդներ։ Ինձ հետ ինչ է պատահել։ Հանգիստ սիրելիս, այդ ես եմ Օվիդիոն։ Քեզ հետ ոչ մի բան էլ չի պատահել, քեզ պարզապես վիրահատել են, իսկ վիրահատությունը շատ հաջող է անցել։ Ուզում եմ տեսնել, թե ինչ տեսք ունեմ։ Ոչ, դու հիմա չես կարող տեսնել, որովհետև վիրակապը չեն քանդել։ Ինչու են նրանք ինձ կապել։ Արձակեք ձեռքերս։ Ես ուզում եմ տեսնել իմ դեմքը։ Հանգստացիր։ Ուզում եմ տեսնել, թե ինչ տեսք ունեմ։ Հանգստացիր, խնդրում եմ նրանք ձեռքի հետ կապել են, որ դու դեմքիդ ձեռք չտաս։ Ցավում է, բաց թողեք ինձ, շատ է ցավում, ձեռքերս արձակիր, խնդրում եմ, ես ուզում եմ քանդել այս վիրակապը։ Սիրելիս, ես չեմ կարող նման բան թույլ տալ, ոչ սիրելիս, չեմ կարող, Լեոնը մի բան արա։ Քույր, հանգստացնող տվեք նրան։ Թողեք ինձ, բաց թողեք ինձ, ցավում է, խնդրում եմ։ Այստեղ արի հանգիստ մնա, արի այստեղ։ Թող նրան հանգստացնող ներարկեմ, որ ցավերը մեղմանա։ Համոզված ես Լեոն, տեսնում եմ, որ գնալով ցավն ուժեղանում է։ Օվիդիոն, զգուշ եղիր, լավ։ Դու մինչև ականջների ծայր ես իր հարվածս հետ կնոջը։ Զգուշ եղիր չհիասթափվես։ Լավ, Լեոն, ինչ ես առաջարկում։ Քույր, կարող եք արդեն գնալ։ Բացեք վիրակապը, խնդրում եմ, ցավում է։ Լսիր, դու չպետք է մոռանաս, որ միգուցե այս կինը Ալեքսանդրան չէ։ Դե լավ, վերջացրու Լեոն։ Արդեն 2 օր եմ մտածում ասել քեզ, որ համեմատես մատնահետքերը։
Ինչ կարծիքի ես։ Հիանալի է։ Արի համեմատենք մատնահետքերը եւ այս ամենին մեկը միշտ վերջ տանք։ Շատ լավ։ Ես ու Անաստասիան բոլորովին չենք հասկանում իրար, Սանտիագո, ես քո օգնության կարիքն եմ զգում, խնդրում եմ հոգ տարի մասին, պաշտպանիր ինձ, Սանտիագո։ Լավ, հանգստացի։ Այստեղ ինչ է կատարվում, Սանտիագո։ Նստեք, որովհետև այն ինչ հիմա պիտի ասեմ, այս ամբողջ պատմության ամենածիծաղելի մասն է։ Երբ անցնում էի ճաշասենյակի մոտով, հանկարծ շատ պատահական լսեցի, թե ինչպես էր Կատալինան Անաստասիային ասում, որ տիկին Հելենայի դուստրը ոչ Էմիլիան է, ոչ Նորեկ կոլումբիացին, այլ ոչ ավել ոչ պակաս իրենք, եռյակ քույրերը։ Դե, չկասեք սրա մասին։ Nada más y nada menos que las trillizas. ¿Qué tal? Դու գժվել ես ինչ է, դա հիմարություն է, դա ստուտ է։ Եռակ քույրերը հրեական թաղամասից էին, նրանց բախտը ուղղակի բերել է այդքան բան։ Նա ասաց, քանի որ Դեմետրիան շատ հավատարիմ էր տիկին Հելենային, վերջինս նրան է տալիս իր աղջիկներին, որ Դեմետրիան խնամի նրանց, երդվում եմ։ Դե լավ վերջ տուր, քո երդումը ոչ մի նշանակություն չունի, իսկ այդ ինչպես Դեմետրիան թույլ տվեցին, որ Օվիդիոն ամուսնանար մորաքրոջ հետ։ Իհարկե, այդքան հիմար մի եղիր։ Հիմարը դու ես։ Աստված իմ Նիկի, դու էլ ինձ չես հավատում։ Ես լուրջ եմ ասում, պաշտպանիր ինձ, մի բան ասա։ Դե չգիտեմ, այս պատմությունը իրոք շատ անհասկանալի է։ Դու իմ լավ ընկերն ես, բայց ես քեզ չեմ հասկանում։ Դուք բոլորդ հիմարներ եք։ Հիմա էլ մտածեմ, որ դու պաշտպանում ես այս աղջկան, այո։ Դե մենք դեռ այդ մասին չենք խոսել։ Դու հենց այն պահին ներս տարի Լուսիան արտասվում էր։ Շատ լավ, դե այն ինչ է որ քեզ է վերաբերվում է նաև ինձ հրեշտակս, ես նույնպես կարող եմ օգնել Լուսիային։ Վիոլետա, բանն այն է, որ նա իսկապես հրեշտակ է, ամուսինդ Սանտիագոն միակ մարդը, ում ես վստահում եմ, եթե դեմ չես, թող մի քանի րոպե նրա հետ առանձին խոսեմ, ես պետք է նրան պատմեմ, թե այս տանը որքան անարդարացի ու դաժան են վարվում ինձ հետ, դե դու հասկանում ես, չէ։ Այո, թանկագինս, սպասի մի րոպե։ Արի այսպես պայմանավորվենք։ Ինձ դրսում սպասիր։ Այսպես ես խնդրում եմ։ Շատ լավ։ Հիանալի է, շատ լավ։ Ես քեզ դրսում կսպասեմ, բայց ես շուտով կվերադառնամ, որովհետև ես էլ եմ ուզում քեզ հետ խոսել մի շատ կարևոր հարցի մասին։ Բարի։ Պատրաստ եմ։ Հիմա կպարզենք, թե ով է այդ կինը Օվիդիո։ Տեսնես այդ ինչ է Կոնստանսան խոսում պրոդյուսերի հետ։ Նրանք չեն խոսում, ավելի շուտ վիճում են Ագրիպինա։ Աղջիկներ, ինձ թվում է, որ մենք սխալ գործեցինք եւ համաձայնվեցինք այս շոուին մասնակցել։ Չպետք է լսենք Կոնստանսային։ Ինձ դա բոլորովին դուր չի գալիս։ Ինձ նույնպես։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք անելու, բայց ես հենց հիմա կգնամ այստեղից։ Ես էլ եմ գալիս։ Դե լավ, ուր եք ինձ տանում։ Ես ուզում եմ խոսել պրոդյուսերի հետ։ Դուք չեք կարող ստիպել ինձ, որ մասնակցեմ այս շոուին։ Ես չեմ ցանկանում մասնակցել։ Ակվիլես, Ագրիպինա, մի բան արա։ Ինչ եք ձեռներդ ծալած կանգնել։ Ակվիլես։ Մակո, պիա ինչ ես տեսել։ Ոչ, գոյտա։ Ես նրան մի քանի ժամ առաջ եմ տեսել։ Այո, իհարկե, նա գնացել է իմ հանձնած թեստի արդյունքների ետևից։ Թեստ, գոյտա։ Ինչ թեստի մասին է խոսքը։ Այո, Աուրելիո։ Ողջույն։ Ոչ, այս կինը իրոք խելագարվել է։ Նա իսկական խենթ է։ Պարոն, կանգնեցրեք մեքենան, ես ուզում եմ խոսել Լոն Ռայդերի հետ։ Շնորհակալ եմ, պարոն։ Լսիր, Աուրելիո, սա ինչ է, ինչ մտածում ես, հասկացար։ Բանն այն է, որ ես այստեղ եմ եկել, որ քեզ պատմեմ այն ամեն ինչ տեղի է ունենում Կարակասում։ Գիտես, ես ուզում եի զանգել քեզ, հետո մտածեցի, որ Օվիդիոն կտեսնի ինձ հեռախոսով խոսելիս։ Լսիր իսկ, այդ ինչ թեստ է գոյտա։ Ինչ-որ հիվանդություն ունես, միգուցե անպիտան խոզերից ես վարակվել։ Ես շատ եմ աշխատել այդ անպիտան խոզերին մաքրելու համար։
Ոչ, Մակո, դա պարզապես։ Դե գիտես, Պիան վախենում է, որ ես կարող եմ հղի լինել, դրա համար էլ նա ինձ տարավ, որպես ես մի քանի թեստ հանձնեմ։ Տես, նրանք արյուն են վերցրել, բայց իմ ոչ մի տեղը չի ցավել, նրանք չասացին, ես հղի եմ, թե ոչ։ Լսեր Գոյիտա, իսկ տիրուհին քեզ ինչ է ասել հղիության մասին։ Մակոն ինձ ասել է, որ սարսափելի է, որ փորի հատվածում ուժեղ ցավեր են լինում եւ գիտես ինչ։ Նա ինձ ասել է, որ իմ երեխաները կարող են մտավոր հետամնաց ծնվել, բայց ես լավ եմ, Մակո, ամեն ինչ կարգին է, ես իսկապես լավ եմ։ Այո, իհարկե։ Իհարկե Գոյիտա, իհարկե դու լավ ես։ Իսկ լսիր, նա քեզ ում բժշկի մոտ է տարել, ավելի ճիշտ Պիային։ Մակո, այդքան մի անհանգստացիր, լսիր, նա ինձ լավ բժշկի մոտ է տարել եւ գիտես, ես 20 միավոր ստացա։ Դե նա ինձ ասաց 19.5, բայց 19.5 հավասար է 20-ի, չէ։ Իհարկե։ Քեզ ինչ եղավ։ Մակո գլուխս հանկարծ պտտվեց։ Լավ, ոչինչ Գոյիտա, հանգստացիր։ Լսիր, հանգիստ թող ինձ անշնորհքի մեկը, ես այստեղ չեմ եկել, որ քեզ հետ զվարճանամ։ Իսկ ինչի համար ես եկել։ Եկել եմ, որ քեզ ասեմ, որ կարակասում իրավիճակը շատ բարդ է։ Ինչ հետաքրքիր է, իսկ ինչ աստիճանի։ Լսիր, խոսքը մի փոխիր, լավ, դա լուրջ է, բանն այն է, որ Լուսիան, այսպես ասած Հելենայի դուստերն է հայտնվել, իսկ հաջորդ օրը մի կոլումբիացի աղջկա դիակ հայտնաբերեցին տան այգում։ Կոլումբիացի։ Այո, եւ ամենատարօրինակն այն է, որ նրա հագին Հելենայի դստեր, Լուսիայի հագուստն էր։ Նա շատ վտանգավոր է, լսում ես։ Իսկ ինչու ես այդպես կարծում։ Որովհետև նրա միայն փողն է հետաքրքրում ու Վիոլետայի ամուսինը, նա միշտ ծամոնի պես նրան է կպնում։ Աուրելո, իսկ եթե վանականը հենց նա է։ Վանականը։ Քեզ այդպես է թվում։ Այո, ոչ, թող ինձ Աուրելո, հարգանք ունեցիր իմ հանդեպ, բարի եղիր հարգել ինձ, մի փոքր հարգիր ինձ, Աստված իմ, մի մոտեցիր ինձ, այլապես կհարվածեմ քեզ։ Պարոն, գնացինք, արագ գնացինք, սրիկա, դու դեռ կվճարես ինձ այս ամենի համար։ Իմ բարեկամ Մակոն իրավացի էր, ասում էր, որ այս կինը ուղղակի խելագարվում է ինձ համար, ինչպես ես եմ խելագարվում նրա համար։ Ճիշտ է, Անաստասիան մի քիչ խենթ է, բայց նա շատ բարի է, Աստծո սիրուն։ Կարծում եմ, ես քեզ դա չպիտի պատմեի, ինչ հիմարն եմ ես ինքս ինձ ասում էի, Լուսիա, քո խնդիրները ինքդ լուծիր, որովհետև դու այս տան մեջ պարզապես հոգի ես, իսկ Անաստասիան բոլորի ընկերն է, իսկ դու ոչ։ Ոչ, դա այդպես չէ։ Ուղղակի տարօրինակ է, որ Անաստասիան իրեն այդպես է պահում։ Ներիր, բայց ես չեմ կարողանում հավատալ։ Դու կարող ես ինձ վստահել։ Խնդիր չկա, պատմիր ինձ։ Էլ ինչ է նա քեզ ասել։ Դե նա խելագարի նման ինձ վրա հարձակվեց եւ վախեցնելով ինձ ասաց, որ ողջ ժառանգությունը մնալու է իրեն, որովհետեւ ինքն է Հելենայի դուստերը։ Նա հենց այդպես ասաց։ Ոչ, Լուսիա, ոչ, ների ինձ։ Լսիր, դա ուղղակի արտասովորի ծրամիտ կատակներից է եղել։ Դու պետք է վարժվես դրանց։ Լավ, Սանտիագո, արի այսպես անենք, եթե դու ասում ես, որ դա կատակ է, ուրեմն ես հավատում եմ, ես վստահում եմ քեզ։ Եվ որպես շնորհակալություն ուզում եմ քեզ սուրճի հրավիրել, համաձայն ես։ Այո, լավ, գնանք։ Գնացինք։ Այո։ Այդ ուր եք գնում։ Ես չասացի, որ պետք է խոսեմ քեզ հետ։ Ալո, Մակո, Պիան է։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Գոյիտային ոչինչ չասես։ Ով է։ Իմ ընկերն է։ Շատ լավ։ Եթե հենց հիմա չգաս, ես հայրիկին կասեմ, որ քեզ բանտ ուղարկի, հասկացար։ Ես քեզ համար նորություններ ունեմ, հայրիկ։ Խոսիր, Տեոբալդո, խոսիր վերջապես։ Նախ եւ առաջ այդ աղջիկը, Լուսիան, շատ հանգիստ կարող է Վալենտինոյի եւ Մայրիկի դուստրը լինել։ Իսկ ինչ ապացույցներ կան։ Դե նրա բոլոր պատմածները համընկնում են իրականությանը, որթեգրված լինելը, Բրոմելիայի այցը նրան, իհարկե սրանք փաստեր են, որոնք կարող են եւ կեղծ լինել։ Ինձ թվում է ինչ որ լուծում ես գտել, այո, այդպես է։
Այո, իհարկե։ Հաշվի առնելով, որ դու տնաթեի մեծ սիրահար ես, մտածեցիք կարելի է նրա արյունը վերցնել եւ համեմատել մեզանից մեկն ու մեկի արյան հետ, բայց դրա համար քո տվությունն է հարկավոր։ Ոչ, դրա կարիքը չկա։ Ուզում եմ այդ խնդիրը այդպես էլ թողնել, չեմ ուզում անընդհատ անցյալը փորձել։ Ուրիշ էլ ինչ է մեզ մնացել անելու, Տեոբալդո։ Նախ եւ առաջ ես կուզենայի իմանալ որտեղ է իմ մոր մարմինը։ Միթե դու չասացիր, որ նա երազների խաչից է մահացել։ Այդ դեպքում հայրիկ, որտեղ է նրա մարմինը։ Այդ ինչպես է, որ բանականը տեղյակ է Հելենայի մահվան հանգամանքներին տոնի։ Դա հավանաբար Տեոբալդոն է, դու այդպես չես կարծում։ Դե նրան միշտ հետաքրքրել է, և նա տարիներ շարունակ փորձել է պարզել, թե ինչպես է մահացել իր մայրը։ Դե եթե այդպես եք կարծում, պարոն։ Իհարկե։ Կամ նա, կամ էլ Բրոմելյան, նա շատ կապված էր Հելենայի հետ, նա նրա ամենասիրելի հարսն էր, ինչև է, ով էլ որ լինի վանականը, նա անպայման ընտանիքի անդամներից մեկն է։ Ինչու ես այդպես կարծում։ Որովհետև երիտասարդները չէին կարող իմանալ այդքան ժամանակ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։ Օրինակ այս տղան, անունն ինչ է, հա, ասեք Սանտիագո կամ Օվիդիոն, այդ ժամանակ նրանք փոքր երեխաներ էին, նրանք միայն լսել են Հելենայի մահվան մասին։ Նույն կերպ էլ բանականը այդ մասին գիտե միայն պատմելով, սա արդեն այլ բան է։ Իսկ հիմա այն բոլորովին այլ բան է դարձել, ես եկել եմ, որ բանականի մասին պատմեմ այն, ինչ գիտեմ։ Իգնայք և պարոնայք, իսկ այժմ մեր աստղ դատավոր Պաուլան Լատինական Ամերիկայից։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր է լինելու, պարոնայք։ Հիմա կիմանանք, թե ինչ է լինում, երբ կինը հայտնաբերում է, որ իր ամուսինը ուրիշ կնոջ հետ է հանդիպում և որ այդ կինը ոչ այլ ոք է, քան իր հարսը։ Անամոթ ու անպատկառ հարսը։ Մենք այսօրվա թեման իմ ամուսինն ու հարսը սիրեկաններ են։ Հիանալի է։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Այստեղ նստած պարոնը երկու կին ունի և այդ կանանցից մեկը իր հարսն է։ Ինչ կասեք այդ մասին։ Նա միամիտ է։ Նա ասում է, որ անմեղ է, պարոնայք։ Նա երկու կին է պահել, որովհետև նրա դինոզավրիկը հիվանդացել է։ Հիմա ճշտենք։ Դինոզավր ասելով ինչ ես հասկանում, ասա մեզ։ Հանդիսատեսը սպասում է, ասա, դե խոսիլ, որ բոլորը լսեն։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույր